Այսօր մենք խոսելու ենք հափշտակությունից, սիրելիներ։ Եկեք բացենք Հովհաննես ավետարանը 14-րդ գլուխ եւ կկարդանք հենց առաջին խոսքից։ Տեր Հիսուսն ինքը խոսում է այս մասին, բոլոր 4 ավետարանները խոսում են այս մասին, առաքյալները իրենց նամակներում խոսում են այս մասին, 5 կտակարանում մարգարեները խոսում էին այս մասին, այսինքն ամբողջ Աստվածաշունչը խոսում է այս մասին, Քրիստոսի երկրորդ գալուստի եւ հափշտակության մասին, եւ ինչի մասին այսօր մենք էլ ենք խոսալու։ Տեր Հիսուսը Հովհաննես 14-րդ գլխում, տեսեք, աշակերտներին ասում է այս հետեւյալ խոսքերը։ Առաջին խոսքից եկեք կարդանք. Ձեր սրտերը թող չխռովեն, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի. գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, եւ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր ես եմ, դուք էլ լինեք, եւ որտեղ որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Հալելույա։ Տեր Հիսուսը խոսում է իր վերադարձի մասին։ Իհարկե, այստեղ կա մի կարևոր բան, որ նույնպես այսօր կշեշտվի, սիրելիներ, բայց գիտեք, շատ կարևոր է, որ որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, մենք տեղյակ լինենք, գիտենանք, իմանանք Աստծո օրագրի մասին եւ ինչ ընդհանրապես տեղի ունենալու երկրի վրա։ Մենք Հիսուսը գիտենք, որ 2000 տարի առաջ եկավ, խաչվեց, իր կյանքը տվեց, բարձացավ խաչը, երրորդ օրը հարություն առավ, 40-րդ օրը համբարձվեց, դրանից 10 օր հետո եկավ Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգով մկրտվեցին մարդիկ, եկեղեցին լցվեց Սուրբ Հոգով աշխարհը, բայց նույնպես կարևոր է իմանանք մնացած իրադարձությունները ինչ են տեղի ունենալու։ Ամեն Աստված օրագիր ունի, Աստված ժամացույց ունի, ժամանակներ ունի, եւ Տերը իր ժամանակների մեջ պատրաստել է, նախատեսել է, նախասահմանել է դեռ հավիտենությունից առաջ աշխարհի տարբեր իրադարձությունները, որոնց մասին որ Աստծո խոսքը ինձ ու քեզ հայտնում է։ Եվ Տեր Հիսուսը աշակերտներին ասում էր. ձեզ տրված է երկնքի արքայության խորհուրդները կամ գաղտնիքները ճանաչել, իմանալ։ Աստված ուզում է, որպեսզի մենք, որպես եկեղեցի, որպես իր զավակները, ճանաչենք, իմանանք, գիտենանք այն ինչ որ սպասվում է ընդհանրապես եկեղեցուն, այն ինչ որ սպասվում է մարդկությանը, աշխարհին եւ ժամանակներին։ Ամեն։ Մենք շատ անգամ լսել ենք, իհարկե, որ վերջին օրերում Հիսուսը վերադառնալու է, մենք կարդացել ենք դա Աստվածաշնչում, լսել ենք քարոզներ, որ Տեր Հիսուսը եկավ առաջին անգամ խաչվելու, բայց երկրորդ անգամ գալու է իր թագավորությունը հաստատելու, բայց գիտես, Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ տեղի է ունենալու մի ուրիշ իրադարձություն, որը որ մենք կոչում ենք հափշտակություն, որը որ նկարագրված է Աստվածաշնչի մեջ։ Քրիստոսի երկրորդ գալուստը եւ հափշտակությունը սրանք տարբեր բաներ են։ Շատ ժամանակ մենք կարդում ենք տեղեր Աստվածաշնչում եւ շատ ժամանակ խառնում ենք այս երկու բաները իրար, բայց տեղեր կա Աստվածաշնչում, որ գրված է այդ վերջի ժամանակների մասին, որը որ վերաբերվում է կոնկրետ հափշտակությանը, եւ տեղեր կա, որոնք որ վերաբերվում են հենց Հիսուսի երկրորդ գալուստին։ Իսկ այս երկու իրադարձությունները իրարից տարբեր բաներ են եւ տարբեր ժամանակների մեջ են լինելու։ Մենք այսօր խոսալու ենք այս թեմայով, սիրելիներ։ Մենք խոսալու ենք, թե ինչպես է լինելու հափշտակությունը, մենք կտեսնենք, թե երբ է լինելու, մենք կտեսնենք, թե ովքեր են հափշտակվելու եւ նույնպես կտեսնենք ինչ է լինելու հափշտակությունից հետո։ Իհարկե թեման լայն է եւ շատ ուրիշ բաներ էլ կա, որ այսօր մենք ամբողջությամբ չենք կարողանա տեսնել, մի քարոզի մեջ անհնարին է, բայց միգուցե հետո այս ուսմունքային քարոզների մեջ մենք կանդրադառնանք այս հարցին վերաբերող տարբեր թեմաներին։ Ամեն։ Եվ տեսեք, այն ինչի մասին, որ մենք այսօր խոսալու ենք, ինքը հափշտակության մասին, դա ինչ որ հեռավոր ժամանակների
մասին չի, հերավոր ժամանակների մի բան չի։ Ինչի մասին, որ այսօր խոսելու ենք, իրականում շատ մոտ է մեզ։ Ինչի համար ենք ասում շատ մոտ է, որովհետև Աստվածաշունչը տարբեր մարգարեությունների մասին է խոսում, տարբեր մարգարեներ մարգարեացել են, տարբեր նշաններ է ներկայացնում եւ Տեր Հիսուսն ինքն էլ ասում էր, երբ որ այս նշանները կկատարվեն, իմացեք, որ այդ ամեն ինչը մոտ է։ Եվ իրականում, երբ որ քննում ես, նայում ես, ուսումնասիրում ես Աստվածաշնչյան բոլոր մարգարեությունները, որոնք որ վերջին ժամանակների մասին են, որոնք որ հափշտակության մասին են, Քրիստոսի գալուստի, այդ մարգարեությունների մեծ մասը արդեն կատարվել են։ Եվ ոմանք շարունակում են կատարվել։ Իհարկե մենք չգիտենք հստակ օրը, մենք չգիտենք հստակ ժամը, եւ Աստվածաշունչը չի խոսում դրա մասին, եւ բոլոր այն, չգիտեմ, ուղղությունները, քարոզիչները կամ բոլոր այն տեղերը, որտեղ որ կլսեք ինչ որ օրեր, ժամեր, ամիսներ, իրականում դրանք Աստվածաշնչից դուրս են եւ շեղվածություն են, որտեղ Աստվածաշունչը օր եւ ժամ չի ասում, Տեր Հիսուսն ինքը չի ասե, առաքյալներն էլ չեն ասե, բայց մենք ունենք նշաններ, որով որ կարող ենք քննել եւ տեսնել։ Եվ մենք ունենք Աստծո հոգին նույնպես մեր ներսում, որ այդ հոգին, երբ որ դու հաղորդ ես, երբ որ դու Տիրոջ հետ հաղորդակցության մեջ ես, դու այդ հոգին քո ներսում վկայում է, որ այո, այն ամենը ինչի մասին, որ Հիսուսը խոսում էր, մոտ է։ Այսօր կարդալու ենք շատ տեղեր Աստվածաշնչից, որովհետև այն ինչի մասին, որ մենք խոսում ենք, հիմնված է Աստծո խոսքի վրա եւ հիմնավորվում է Աստծո խոսքով, դրա համար սովորականից մի քիչ շատ կկարդանք տեղեր Աստվածաշնչից, եկեք բացենք Մատթեոս ավետարան 24-րդ գլուխ եւ 36 խոսքից կարդանք, սա մինչեւ 46 խոսքը կկարդանք, սա նույնպես այն հատվածն է, այն տեղն է, որտեղ որ աշակերտները հարցնում էին Հիսուսին, ոնց է լինելու, ինչպես է լինելու, այդ վերջի իրադարձությունները, եւ Հիսուսը խոսում է ինչ որ խորհրդավոր ձևերով ներկայացնում է։ Եկեք կարդանք 24:36-ից Մատթեոս։ Եվ տեսեք, հենց սկզբից Հիսուսը արդեն շեշտում է, որ օր եւ ժամ ոչ ոք չգիտի, իսկ այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտի, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը։ Եվ ինչպես Նոյի օրերը, այնպես կլինի եւ մարդու որդու գալուստը, որովհետեւ ինչպես որ հին ջրեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին, խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրը, որ Նոյը մտավ տապանը։ Եվ չգիտացին, մինչև որ ջրեղեղը եկավ եւ ամենքը վեր առավ։ Այնպես կլինի եւ մարդու որդու գալուստը։ Այն ժամանակ երկու հոգի կլինեն արտում, մեկը կառնվի եւ մեկը կթողվի։ Եվ երկու հոգի մի ջաղացում կաղան, մեկը կառնվի եւ մեկը կթողվի։ Արթուն կացեք, որ չգիտեք թե որ ժամում ձեր Տերը կգա։ Բայց այս իմացեք, որ եթե տան տերը գիտենար, թե որ պահում կգա գողը, արթուն կկենար եւ թող չեր տա, որ իր տունը ծակեն։ Սրա համար դուք էլ պատրաստ կացեք, որ այն ժամին, որ դուք չեք կարծում, մարդու որդին կգա։ Ուրեմն ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որի տերը նրան իր ծառաների վրա դրեց, որ նրանց կերակուրը տա ժամանակին։ Երանի այն ծառային, որ նրա տերը երբ որ գա, նրան այնպես անելիս գտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրան իր ամեն ունեցվածքի վրա կդնի։ Ամեն։ Այստեղ կարող ենք կանգ առնել։ Տեսեք, Աստված մարդկությանը, սիրելիներ, տվել է շնորհքի ժամանակահատվածը, ժամանակաշրջանը, որը որ սկսվել է Քրիստոսի խաչից եւ հարությունից։ Ամեն։ Հիսուսը եկավ, իր կյանքը տվեց, զոհաբերվեց խաչի վրա եւ այդ զոհից հետո բացվեց երկրագնդի վրա մարդկության համար, բոլոր ազգերի, բոլոր ցեղերի, բոլոր լեզուների, բոլոր մարդկանց համար բացվեց շնորհքի մի ժամանակաշրջան։
Որն է շնորհքի ժամանակաշրջանը, դա այն հատվածն է, այն ժամանակն է, որ քարոզվում է ավետարանը, որ բոլոր հավատացողները ստանում են ձրիաբար Տիրոջ փրկությունը, հավիտենական կյանքը, բոլոր հավատացողները ստանում են մեղքերի թողությունը, բոլոր հավատացողներին վերստին ծնունդ է տրվում, ամեն, եւ բոլոր հավատացողները դառնում են Աստծո որդիներ, ինչպես որ Հովանեսի ավետարանում ասվում է, որ նրանք, ովքեր որ հավատացին, իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Եվ տարբեր տեղերում մենք տեսնում ենք Հիսուսն ինքն էր ասում, ով որ հավատա կփրկվի, հա, ավետարանը շատ խոսում է այս մասին։ Եվ մենք գիտենք, որ սա շնորհքի ժամանակաշրջանն է, որտեղ որ մենք չենք փրկվում մեր ջանքերի, մեր գործերի, մեր մարդկային արդարության կամ ինչ-որ բաների հաշվին, այլ Քրիստոսի կատարած գործի հաշվին ենք փրկվում։ Ամեն, եւ ինչ է տեղի ունենում, երբ որ դու հավատում ես, երբ որ դու ընդունում ես, Սուրբ Հոգին գալիս է եւ լցնում է քո կյանքը եւ դու վերստին ծնվում ես եւ նույնպես միանում ես Քրիստոսի եկեղեցուն։ Կա Քրիստոսի եկեղեցին, որը որ այստեղ մենք եկեղեցի ենք, լոկալ, հա, տեղային եկեղեցի, բայց գոյություն ունի Քրիստոսի ամբողջական եկեղեցին, տիեզերական եկեղեցին, սիրելիներ։ Եվ ամեն վերստին ծնված դառնում է այդ տիեզերական ու ամբողջական եկեղեցու մի մասնիկը, մի անդամը։ Եվ գիտես, հենց այդ եկեղեցին էլ Քրիստոսը հափշտակելու է, հենց այդ եկեղեցու հետևից էլ Քրիստոսը գալու է։ Եկեղեցին նույնպես Աստվածաշնչում կոչվում է որպես Քրիստոսի հարսը, Քրիստոս ներկայացվում է որպես փեսան եւ եկեղեցին, այսինքն այդ տիեզերական եկեղեցին, այն եկեղեցին, որտեղ որ բոլոր վերստին ծնվածները միացած են եւ Աստված ինքը գիտի միայն այդ եկեղեցու բոլոր անդամներին եւ այդ եկեղեցու թիվը, այդ եկեղեցու անդամներին անուն առ անուն Աստված ինքը գիտի, ամեն, եւ Քրիստոսը գալու է այդ եկեղեցու հետևից, Քրիստոսը հափշտակելու է հենց այդ եկեղեցին, տիեզերական եկեղեցին։ Եվ այստեղ մենք տեսնում ենք պատասխանը այն հարցի, թե ովքեր են հափշտակվելու։ Հափշտակվելու է եկեղեցին, բոլոր նրանք, ովքեր որ եկեղեցու մեջ են։ Հասկանում ենք, չէ՞ ինչի մասին։ Բոլոր նրանք, ովքեր որ տիեզերական եկեղեցու մեջ են, վերստին ծնունդով, ապաշխարությունով եւ ընդունած լինելով Քրիստոսի շնորհքը, Քրիստոսի փրկությունը, այդ եկեղեցին հափշտակվելու է երկրի վրայից։ Դրա համար, սիրելիներ, քանի որ մենք ապրում ենք շնորհքի ժամանակաշրջանում, շատ կարևոր է քարոզել ավետարանը, որովհետև դեռ շատերը կան, որ պիտի փրկվեն, Աստծո կամքն է, որպիսի փրկվեն։ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքն է, որպիսի բոլորը փրկվեն, բոլորը ճշմարտության գիտությունը ճանաչեն եւ փրկությանը հասնեն։ Սա Աստծո կամքն է, դրա համար, քանի դեռ այս շնորհքի ժամանակաշրջանը շարունակվում է, շատ կարևոր է քարոզել ավետարանը, շատ կարևոր է բարի լուրը հայտնել մարդկանց, նրանց, ովքեր որ դեռ այդ եկեղեցու միացած չեն, դեռ այդ եկեղեցու մասնիկը չեն, որտև եկեղեցին է, որ հափշտակվելու է։ Եվ Աստված այսօր շարունակում է շանս տալ, ժամանակ տալ մարդկությանը երկրի վրա, սիրելիներ։ Մենք չգիտենք երբ է այդ ժամանակը վերջանալու։ Այդ ժամանակը վերջանալու է հափշտակության հենց օրով, ինչպես որ Հիսուսն ասում է, կլինի Նոյի օրերի նման, մարդիկ ապրում էին իրանց առօրյայով, իրանց կենցաղով, իրանց գործերով, բայց չգիտեին որ օրն է լինելու։ Քարոզվում էր, որ լինելու է ջրեղեղը, քարոզվում էր, որ տեսնում էին, որ Նոյը կառուցում է տապանը, բայց ոչ ոք չգիտեր օրը եւ ժամը։ Եվ գիտես, եկավ մի օր, որ տապանի դռները փակվեցին եւ այլևս այդ ժամանակ էր ինչ որ միտեղ շնորհքի ժամանակաշրջան, բայց երբ որ տապանի դռները փակվեցին, այդ շնորհքի ժամանակաշրջանը ավարտվեց։ Եվ այսօր նույնպես մենք ունենք այդ
ժամանակաշրջանը, որտեղ որ Աստված փրկել է ինձ ու քեզ եւ Աստված ուզում է շարունակում է փրկել մարդկանց։ Աստված շարունակում է իր հարս եկեղեցին մեծացնել ու ընդլայնել։ Ահա թե ինչի համար է կարևոր սիրելիս, որ ես ու դու չլինենք անտարբեր մեր կողքը եղած մարդկանց, ովքեր որ դեռ փրկված չեն, ովքեր որ դեռ Քրիստոսին չունեն, չեն հանդիպել եւ չեն ճանաչում, որովհետեւ մենք չգիտենք երբ է լինելու այդ օրը, ոչ էլ այդ ժամը, բայց դա լինելու է աշխարհի համար անսպասելի ձևով, անսպասելի ժամանակում։ Մի ակնթարթի ընթացքում մենք կտեսնենք քիչ հետո։ Եվ դրանից հետո սկսվելու է մի ուրիշ փուլ, մի ուրիշ ժամանակաշրջան երկրի վրա, որ նույնպես մենք կտեսնենք։ Եկեք բացենք մի ուրիշ տեղ, առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխը 14-րդ խոսքից։ Եվ այստեղ մենք Մատթեոսի ավետարանում նույնպես ինչն էր կարևոր սիրել են։ Մենք տեսանք, որ Հիսուսը պարզ շեշտում ասում է երկու հոգի կլինեն աշխատանքի վայրը օրինակ։ Մեկը կվերցվի, մեկը կթողվի։ Երկու հոգի անկողնում անգամ կլինեն, մեկը կվերցվի, մեկը կթողվի։ Ինչ է սա նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր որ եկեղեցու մեջ չեն լինի այդ տիեզերական, նրանք մնալու են երկրի վրա։ Եվ հափշտակությանը չեն մասնակցելու։ Եկեք առաջի Թեսաղոնիկեցիս 4:14-ը կարդանք։ Որովհետև սա ենք ասում ձեզ Տիրոջ խոսքով, թե մենք որ կենթանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը ննջեցյալներից չենք առաջանա, որովհետև ինքը Տերը հրամանով, հրեշտակապետի ձայնով եւ Աստծո փողով վայր կգա երկնքից եւ Քրիստոսով մեռելները առաջ հարություն կառնեն եւ հետո մենք որ կենթանի ենք մնացած, նրանց հետ մեկտեղ ամպերով օդի մեջ կհափշտակվենք Տիրոջը դիմավորելու եւ այնպես ամեն ժամանակ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն իրար մխիթարեք այս խոսքերով։ Հալելույա։ Պողոս առաքյալը այստեղ բացում է մի ուրիշ հայտնություն է տալիս, կարծես այդ պատկերը ավելի հասանելի է դարձնում մեզ, ինչպես է լինելու հափշտակությունը։ Եվ ինչպես է լինելու մեռելների հարությունը նույնպես։ Այստեղ մենք ստանում ենք այս խոսքից մի կարևոր ինֆորմացիա, կարևոր հայտնություն, հափշտակության վերաբերյալ, որտեղ որ Տերը ինքը, երբ որ կգա այդ պահը, երբ որ կգա այդ ժամանակը, երբ որ կհնչի փողը, Հիսուսն ինքը կվերցնի հարս եկեղեցուն երկրի վրայից։ Եվ մեռելները հասում է հարություն կառնեն, որ մեռելները Քրիստոսում ննջած մեռելները, այսինքն բոլոր նրանք, ովքեր որ եղել են հարս եկեղեցու մեջ, բոլոր նրանք, ովքեր որ եղել են վերստին ծնված եւ մահացել են, սկսած առաջին դարից Քրիստոսի հարությունից մինչև այդ օրը որ կլինի հափշտակությունը, բոլոր նրանք, ովքեր որ Քրիստոսին ընդունած եւ մահացած կլինեն, միայն այդ մեռելներն են հարություն առնելու առայժմ, այսինքն բոլոր այն մահացածները, որոնք որ չափաշխարած մահացել են, նրանք հարություն չեն առնելու այդ պահին։ Հափշտակության ժամանակ հարություն են առնելու միայն այն մահացածները, որոնք որ Քրիստոսին ընդունած են եղել, որոնք որ վերստին ծնված են եղել։ Եվ բոլոր նրանք էլ, ովքեր որ այդ պահին դեռ երկրի վրա կենթանի կլինեն, կենթանի են լինելու, այդ հարություն առած մեռելների, այն մեռելները, որոնք որ հարություն կառնեն եւ եկեղեցին, որը կենթանի կլինի երկրի վրա, բոլորը միասին կմիանան երկնքում Տիրոջը։ Այսինքն Հիսուսը հափշտակության ժամանակ ֆիզիկապես երկրի վրա չի իջնելու։ Եվ եկեղեցին,
հարություն առած մեռելները եւ կենթանի Քրիստոսին ընդունած վերստին ծնված հավատացյալները միասին միաբանվելու են, այսինքն այդ ամբողջական եկեղեցին, ամբողջական հարսը միանալու է երկնքում Քրիստոսին։ Եվ եկեք մի ուրիշ տեղ կարդանք Կորինթացիս թղթում, որտեղ որ նորից Պողոս առաքյալը մի ուրիշ ինֆորմացիա կամ հայտնություն է մեզ տալիս հափշտակության վերաբերյալ, առաջի Կորինթացիս 15-րդ խոսք 15-րդ գլուխ 51 խոսքից։ Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ։ Խորհուրդ դա գաղտնիք բառն է նույնպես։ Շատ ուրիշ թարգմանություններում գաղտնիք է ասվում։ Ահա մի խորհուրդ կամ գաղտնիք եմ ասում ձեզ, ոչ թե ամենքս կննջենք, այլ ամենքս կփոխվենք, հանկարծ մի ակնթարթում վերջի փողի ժամանակին, որովհետև փողը կհնչի և մեռելները հարություն կառնեն անապականելի։ Տեսեք, նորից Պողոս առաքյալը խոսում է, որ վերջին փողը երբ որ հնչեց, հանկարծ, սա հանկարծ է լինելու, հատկապես աշխարհի համար սա հանկարծակի է լինելու, որտեվ աշխարհը սրան չի սպասում, աշխարհը անգամ չգիտի էլ սրա մասին, դրա համար սա հանկարծ է լինելու։ Եվ մի ակնթարթի ընթացքում, պատկերացնում եք մի հատ ակնթարթ, երբ որ աշկդ մի հատ թարթում ես, դա շատ արագ է տեղի ունենալու։ Ակնթարթի ընթացքում մեռելները, նորից Քրիստոսում մեռելները հարություն են առնելու եւ մենք էլ որ կենթանի ենք լինելու, եկեք շարունակենք կարդան։ Եվ ասում է ոչ թե ամենքս կննջենք, այսինքն բոլորս չենք մեռնելու։ Այդ ժամանակ մարդիկ լինելու են, հա, հավատացյալներ, որոնք որ ապրելուց են լինելու։ Եվ միգուցե ու շատ հնարավոր է, որ դա լինի մեր սերունդի մեջ, սիրելիներ։ Նայելով նշաններին, նայելով ժամանակներին, շատ հնարավոր է, որ դա լինի մեր ժամանակների մեջ։ Եվ ասում է բոլորս մեկ ակնթարթում կփոխվենք, կհափշտակվենք եւ կփոխվենք։ Ինչ է նշանակում կփոխվենք, այսինքն մեր այս մահկանացու մարմինը փոխվելու է, որպիսի անմահկանացու մարմին մենք ստանանք։ Հիշում եք ինչպես որ Քրիստոսը մահկանացու մարմնով խաչեցին եւ մահացավ, բայց երրորդ օրը հարություն առավ ինչպես փառավոր մարմնով։ Հիշում եք ինչ մարմին ուներ Հիսուսը, երբ որ հարություն էր առել։ Այո, նա տեսանելի էր, նրան տեսնում էին, շոշափում էին, ինքը ուտում էր, խմում էր, որտեվ հարությունից հետո աշակերտների հետ ձկան խորոված նստեցին Կերան ծովի ափին, բայց միևնույն ժամանակ Հիսուսը աշակերտների հետ քայլելուց անհետանում էր։ Պատի միջով մտնում էր, դռները փակ էին սենյակի, Հիսուսը մտնում էր այդ սենյակ, այսինքն փառավոր մի մարմին էր, անմահկանացու, բազմաֆունկցիոնալ մարմին էր, որ Աստված, որ Քրիստոսը հարությունից հետո ուներ, եւ այդ նույն մարմինը ունենալու ենք նույնպես մենք։ Տեսեք, շարունակենք կարդալ այս տեղը։ Հանկարծ մի ակնթարթում վերջի փողի ժամանակին, որովհետև փողը կփչի եւ մեռելները հարություն կառնեն անապականելի։ Գիտես, մեռելները ասում է հարություն կառնեն անապականելի։ Հիշում եք Քրիստոսի տեսքը, Եսայան նկարագրում ասում է ոչ կերպարանք կար, ոչ այդ տեսարանը շատ դաժան էր, բայց երբ որտեվ Հիսուսին ծեծել էին, արյունոտ էր, այսպես նսեմացված էր, հա, մարմինը իր, անարգված էր, տեսք չկար, ասում ախորժելու, նայելու, բայց երբ որ հարություն առավ, ինքը փառավոր մարմնի մեջ էր։ Եվ դրա համար Աստծո խոսքը ասում է մեռելները հարություն կառնեն անապականելի։ Գիտես, այո, միգուցե շատերը Քրիստոսում շատերը տարբեր պատճառներով, գիտես,
մահացած կլինեն, մեկին հավատքի համար ոմանք սպանել են, ոմանք հիվանդությունից, ոմանք ինչ-որ սովից, ոմանք տարբեր բաներից, հա, այսինքն ախորժելի չի եղել մարմնի տեսքը, բայց հարության ժամանակ, հափշտակության ժամանակ, ասում է անապականությունը, անապականելի մարմնով եւ ասում է մենք կփոխվենք, որովհետեւ պետք է որ այս ապականացուն, այսինքն այս մարմինը հագնի անապականությունը, այս ապականացությունը, այսինքն ժամանակավորը պետք է հագնի հավիտենականը եւ այս մահկանացուն հագնի անմահությունը, հաջորդ խոսքը եւ երբ որ այս ապականացուն անապականությունը կհագնի եւ այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, թե մահը ընկղմվեց հաղթության մեջ, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, հալելույա, Աստված խոստացել է ամեն մեկի սիրելներ, հափշտակությունից հետո մենք ունենալու ենք նույն մարմինը, որը որ Հիսուսը ուներ հարությունից հետո, փառավոր մարմին, որը չի ծերանում, որը չի կնճռոտում, քույրերը այստեղ վստահ եմ ուրախանում են, ամեն, որը որ ցավ չունի, որը որ հիվանդություն չունի, որը որ չի մահանում, սա այն փառքն է, որ Աստված պատրաստել է եկեղեցու համար, սա այն փառքն է, որ Աստված պատրաստել է հավատացյալների համար սիրելներ, եւ գիտես, շատ կարևոր է, որ ես ու դու իմանանք այս բաները, մենք օդում չենք հավատացել Հիսուսին սիրելներ, գիտես, շատ անիմաստ կլինի, երբ որ մարդը հավատում է Քրիստոսին, գնում է Քրիստոսի հետևից, բայց չգիտի ինչի համար, ինչ է տեղի ունենալու, եւ դրա համար Աստվածաշունչը հայտնում է մեզ, եւ Պողոս առաքյալն էլ ասում է, եթե մեր հույսը Քրիստոսի վրա մենակ այս աշխարհի համար է, մենք բոլոր մարդկանցից ամենախղճալին ենք, բայց փառք Տիրոջը, որ Աստված իր եկեղեցուն, դրա համար Հիսուսն ասեց ձեզ արքայության որդիներից տրված է, որ արքայության, իմ արքայության գաղտնիքները ճանաչեք եւ Աստված մեզ հայտնում է ապագան, հայտնում է գալիք բաները, հայտնում է իր ծրագրերը, հայտնում է իր թագավորության գաղտնիքները սիրելներ, որ ես ու դու իմանանք ինչ է մեզ սպասվում եւ Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթում ասում է այն գալիք բաները, որ լինելու են մեզ հետ, այն գալիք փառքը, որ լինելու է, ասում է, ոչինչ է համեմատած ներկա մեր դժվարությունների հետ, ահա թե ինչ է Աստված պատրաստել եկեղեցու համար, հավատացողների համար սիրելներ, եւ գիտես, սա այն փաստն է, այն հույսն է, որը որ ինձ ու քեզ քաջալերում է, որը որ ինձ ու քեզ ուրախություն է տալիս, եւ Պողոս ասում է իրար մխիթարեք այս խոսքով, այս ճշմարտությունով իրար մխիթարեք սիրելներ, որտեվ այն ինչ որ կա երկրի վրա, դա ժամանակավոր է, բայց Աստված մեծ փառք է պատրաստել իրան սպասողներին, իրան հուսացողների համար, ամեն, կարաս օրհնես Տիրոջը սրա համար, հալելույա, հալելույա, եւ ուրեմն մենք տեսանք, որ Քրիստոսում ննջածները հարություն են առնելու եւ կենթանի եղածները այդ ժամանակ ապաշխարած, վերստին ծնված կենթանի եղածները մենք միանալու ենք այդ եկեղեցին տիեզերական ամբողջությամբ միանալու է եւ օթերի մեջ դիմավորելու է Քրիստոսին հանդիպելու է եւ մեկ ակնթարթի մեջ քո մարմինը, եթե դու կենթանի լինես, փոխվելու է, իսկ մեռելները արդեն հարություն են առնելու այդ փոխված մարմնով։ Եվ սա հրաշալի է սիրելներ, սա ոչ թե ինչ որ ֆանտաստիկ մի հատ ֆիլմ է, ոչ թե ինչ որ մի հեքիաթ է գեղեցիկ, այլ սա այն ճշմարտությունն է, որ Աստված պատրաստել է իմ ու քո համար։ Եվ մենք սրան ենք հավատում, եթե դու քրիստոնյա ես, դա քրիստոնյա լինել նշանակում է նույնպես հավատալ այս բաներին, այս փաստերին եւ այս ճշմարտությանը։ Ամեն։ Իհարկե մենք չգիտենք օրը, նորից եմ ասում, չգիտենք ժամը եւ այդ հափշտակությունը լինելու է գողի նման։ Աստծո խոսքը նույնպես ասում է Հիսուսն ինքը մենք կարդացինք Մատթեոս 24-ում գողի նման է լինելու։
Աշխարհը սրան չի սпасելու։ Աշխարհը միգուցե եթե մեկին ասես կարա ծաղրի, մեկին ասես կարա արհամարի, կարա անարգի, կարա մի հատ տարօրինակ ինչ որ աչքով քեզ նայի սիրելիս, ինչպես որ մարդիկ նայում էին Նոյին, երբ որ Նոյը քարոզում էր փրկությունը, ինչպես որ մարդիկ արհամարում կամ ծաղրում էին Նոյին եւ աբսուրդ էին համարում այն ինչ որ Նոյը ասում էր։ Եվ նույն կերպով այսօր աշխարհը կարա աբսուրդ համարի, կարա հեքիաթ համարի, կարա, չգիտեմ, հորինվածք համարի այս ամեն ինչը, բայց դրա համար, երբ որ հափշտակությունը տեղի կունենա, գողի նման է լինելու աշխարհի համար, որտեղ ոչ ոք չի սпасելու, բայց եկեղեցու համար, հավատացյալների, վերստին ծնված մարդկանց համար, ես հավատում եմ, ես կարծում եմ ու հավատում եմ, որ գողի նման չի լինելու հափշտակությունը, իհարկե նորից եմ ասում, մենք օրը եւ ժամը չգիտենք, բայց Աստծո հոգին մեր մեջ է։ Ամեն, այն հոգին, որը մեզ հափշտակելու է, այդ հոգին մեր մեջ է։ Եվ Տիրոջ խոսքը նույնպես մեր մեջ է։ Տիրոջ մարգարեությունները մեր մեջ են, մենք գիտենք սիրելիներ, եւ այդ մարգարեություններով մենք քննում ենք ժամանակները, եւ երբ որ դու հաղորդ ես հոգու հետ, երբ որ դու քայլում ես հոգու մեջ, հա, դրա համար Աստծո խոսքը ասում է հոգու մեջ քայլեք, հոգով գնացեք, հաղորդ եղեք հոգուն, արթուն եղեք, այո, հատկապես արթուն հավատացյալները ունենալու են ինչ որ, ես այդպես եմ հավատում, ունենալու են ինչ որ նախազգացում հափշտակության այդ հատվածում կամ այդ օրերին կամ այդ ժամերին, ես չգիտեմ, բայց լինելու է ինչ որ նախազգացում ներքին, լինելու է ինչ որ բան, որովհետև Փեսան մենք հանդիպելու ենք Փեսային եւ անգամ սա գրված է իհարկե Թեսաղոնիկեցիս թղթում գրված է այս մասին, որտեղ որ Պողոս առաքյալը ասում է, որ խավարի որդիները նրանք խավարում են, բայց դուք որպես լույսի որդիներ այդ օրը գողի նման չի գալու ձեզ վրա, որտեղ դուք լույսի որդիներ եք։ Հալելույա։ Սա գրված է առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխում 3-4 համարներն են, մենք այս տեղը չենք կարդա, մի քիչ ժամանակ, որպեսզի շահենք, ամեն դեպքում սիրելիներ, ահա թե նույնպես ինչի համար է կարևոր, գիտես, արթուն լինելը, ինչի համար է կարևոր, որ դու արթուն լինես, հաղորդ լինես հոգուն, որովհետև որքան որ դու հաղորդ ես հոգուն, այնքան ավելի դու կարող ես զանազանել, զգալ Աստծո կատարվելիքները, Աստծո պլանները, Աստծո ծրագրերը, որովհետև Աստված իր խորհուրդները, իր ծրագրերը չի ծածկում իր զավակներից, Աստված չի թաքցնում իր զավակներից իր ծրագրերը, բայց ինձ ու քեզ պետք է, որ մենք արթուն լինենք, որ մենք հաղորդ լինենք, որ մենք կոնտակտի մեջ լինենք հոգու հետ, Սուրբ Հոգու հետ, որպեսզի երկնքի նորությունները իմանանք, ամեն, երբ որ հեռախոսիդ ինտերնետը անջատվում է մի քանի ժամով, դու աշխարհից կտրվում ես, տենց է թե չէ, ու շատ խառնվում ես իրար, ինչ որ կապ ես ման գալիս, Wi-Fi ես ման գալիս, մեկին ասում ես ինձ ինտերնետ ու որտեվ լիքը բաներ է այդ ընթացքում, միգուցե քեզ մեկը նամակ է ուղարկե, մեկը ձայնային է, ինչ որ լուրեր, ինչ որ բաներ ու դու կտրվել ես եւ քեզ դիսկոմֆորտ ես զգում այդ պահին։ Նույնն է սիրելիս, առավել եւս դիսկոմֆորտ զգա քեզ, երբ որ հոգու հաղորդության մեջ ես, որտեվ երբ որ կտրված ես հոգու հաղորդությունից, երկնքի այդ նոտիֆիկացիաները չես ստանում, երկնքի ինֆորմացիաներն ու նորությունները չես ստանում, դու չգիտես ինչ է կատարվում, ինչ ծրագիր ունի, ինչ է Աստված ուզում անել քո կյանքի մեջ, երկրի վրա, եկեղեցու հետ, ամեն, շատ կարևոր է արթուն լինես, որպեսզի զգայուն լինես եւ լսող լինես Տիրոջ ձայնը ու առաջնորդվես Տիրոջ ձայնով, ամեն, հալելույա, եկեք գնանք առաջ։ Ինչ է տեղի ունենալու հափշտակությունից հետո երկնքում եւ երկրի վրա։ Հափշտակությունից հետո, երբ որ եկեղեցին կհափշտակվի, սիրելիներ, եւ կմիանա Քրիստոսին ամպերի մեջ, երկնքում, այսինքն դա լինելու է այն պահը, որ հարս եկեղեցին, որի համար որ Հիսուսը իր արյունը թափեց,
որի համար Հիսուսը այդ մեծ գինը վճարեց, որի համար թողեց երկնքի փառքը եւ իջավ երկրի վրա, եւ որին որ Հիսուսը այդքան տարիներ եւ այսքան հարյուրամյակներ կամ հազարամյակներ արդեն սպասում է, վերջապես այդ հարս եկեղեցին բոլոր փրկվածները միանալու են Փեսային եւ երկնքում լինելու է մեծ ցնծություն եւ ուրախություն 7 տարի, որը որ կոչվում է Քրիստոսի գառան հարսանիքը, այսինքն հարսը միանալու է Փեսային, եկեղեցին միանալու է Քրիստոսին եւ երկնքում լինելու է 7 տարի գառան հարսանիքը։ Այս բոլոր բաները իհարկե նկարագրված են հայտնության գրքում, Դանիելի մարգարեության մեջ է գրված այս բոլոր բաները, ուղղակի ժամանակ չունենք, որպեսզի մանրամասն ամեն տեղերը մենք նայենք, բայց այս բոլոր բաները նկարագրված է Աստվածաշնչի վրա։ Եվ Աստծո խոսքը մեզ ցույց է տալիս, որ լինելու է 7 տարի գառան հարսանիքը երկնքում եւ սուրբերը ցնծալու եւ ուրախանալու են սիրելիներ, ազատված լինելով երկրի այս ամեն դժվարություններից, նեղություններից, հալածանքներից, կարիքներից, չգիտեմ, ցավերից, հիվանդություններից, լացերից, պարքերից ու ամեն տարբեր դժվարություններից եւ երկնքում միանալու ենք Տիրոջը եւ ցնծալու եւ ուրախանալու ենք նրանց հետ եւ մենք սեղան ենք նստելու Քրիստոսի հետ, ինչպես որ Տեր Հիսուսն ասեց, ամեն, եւ դա լինելու է այն ընթրիքը, որ մենք ունենալու ենք, չգիտենք ոնց է լինելու, բայց հրաշալի է լինելու, այն ինչ որ Տեր Հիսուսը պատրաստել է եկեղեցու համար։ Ես հավատում եմ, որ դա քեզ ուրախացնում է, սիրելիս, ամեն, եւ սա այն հույսն է, ինչի համար որ մենք ապրում ենք, բայց ուզում եմ նույնպես որ մենք գիտենանք, որ այդ 7 տարիների ընթացքում երկրի վրա սկսվելու են չարչարանքներ, երկրի վրա լինելու է 7 տարի չարչարանքներ, ինչի համար, որովհետև եկեղեցին վերցվելու է երկրից եւ լինելու է մի ժամանակաշրջան, որ հայտնվելու է այդ անօրենության որդին, հայտնվելու է նեռը, հակաքրիստոսը երկրի վրա եւ սկսելու է մեծ չարչարանքներ ազգերի համար, երկրի բնակիչների համար։ 7 տարի այնտեղ նույնպես կա 3.5 տարի լինելու է այսպես չակերտավոր խաղաղության, կեղծ ինչ-որ խոստումքների ժամանակ եւ հետո 3.5 տարի ավելի դաժան չարչարանքներ լինելու, կան որոշ ուսուցումներ կամ տեսակետ կա այսպես, որ այդ առաջին 3.5 տարին եկեղեցին երկրի վրա է լինելու, երկրորդ այդ 7 տարի չարչարանքների կեսից է հափշտակվելու, բայց ինքս ավելի շատ հակված եմ նրան, որ եկեղեցին նախքան չարչարանքներն է հափշտակվելու, որովհետև մենք սա տեսնում ենք նույնպես տարբեր տեղերում Աստվածաշնչի, երբ որ Սոդոմ Գոմորի վրա պետքա գար բարկությունը, սկզբից Ղովտը առանձնացվեց եւ դուրս հանվեց Սոդոմ Գոմորից, երբ որ երկրի վրա ջրեղեղը պիտի գար, սկզբից Նոյը առանձնացվեց եւ տապանը մտավ, հետո եկավ ջրեղեղը եւ այսպես տարբեր օրինակներ ունենք Աստվածաշնչում, որոնցից որ մենք կարող ենք հասկանալ, որ նույնպես երբ որ այդ բարկությունը գա երկրի վրա, ազգերի վրա, կարծես դատաստանը գա Աստծո, երբ որ նեռը կհայտնվի, եկեղեցին վերցվելու է։ Եկեք կարդանք միտեղ այս առումով հայտնության 13-14, ինչա տեղի ունենալու նույնպես, այդ 7 տարվա չարչարանքների ընթացքում, սիրելիներ, ավետարանը շարունակվելու է քարոզվել երկրի վրա, այսինքն երկրի վրա լինելու են քարոզիչներ, անգամ գերբնական ձևով հրեշտակ է լինելու, որ քարոզելու է ավետարանը, լինելու են երկու վկաները, Մովսեսը, Եղիան, որոնք գալու են, քարոզելու են ավետարանը եւ լինելու են այն մարդիկ, որոնք որ միգուցե լսել էին Աստծո խոսքը, գիտեին, բայց չեն փրկվել, շատերը արթնանալու են, շատերը ապաշխարելու են, դարձի են գալու, հրյա ազգն է նույնպես այդ 7 տարիների ընթացքում դարձի գալու, շատ հրյաներ արթնություն է լինելու հրյա ազգի մեջ, շատ հրյաներ ապաշխարելու են, ընդունելու են Քրիստոսին,
իհարկե դա լինելու է արդեն ոչ թե շնորհքի ժամանակաշրջան, որտեվ շնորհքի ժամանակաշրջանը հափշտակությունից հետո վերջանալու է, ավարտվելու է, բայց այդ մեծ տառապանքների ու չարչարանքների ժամանակ ավելի շատ մարդիկ ապաշխարելու են եւ իրանց կյանքի գնով փրկվելու են, որովհետեւ մեծ հալածանք է սկսվելու, շատ դաժան ժամանակներ են սկսվելու եւ մեծ հալածանք է սկսվելու հավատացյալների, այսինքն այդ ժամանակ, այդ ընթացքում ապաշխարած մարդկանց համար։ Եվ հայտնության գիրքը խոսում է մի քիչ այդ մասին, եկեք կարդանք հայտնություն 13-14 Տեսեք, եւ մոլորեցնում է երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, սա սատանայի մասին է այդ 7 տարվա ընթացքում, որ գործի գազանի առաջին ասելով երկրի բնակվողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքը ուներ եւ ապրեց, եւ տրվեցավ նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ եւ անի էլ, որ նրանք, որ չերկրպագեն գազանի պատկերին, սպանվեն։ Տեսեք, լինելու է հստակ բան, այսինքն գազանի պատկերը, հա, սատանայի այդ ներկայությունը, իր օրենքները, իր տարբեր եւ ասում է բոլոր նրանք, ովքեր որ չեն ենթարկվի, ովքեր որ չեն ընդունի հակաքրիստոսին, չեն երկրպագի նրան, բոլորը ասում է կսպանվեն։ Եվ ստիպում է ամենին, փոքրերին եւ մեծերին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում եւ նրանց ճակատում։ Սա այդ դրոշմն է լինելու, որ կա մեկնաբանություն, որ ինչ որ չիպեր է լինելու ճակատում, ձեռքերում։ Ես չգիտեմ, սիրելիներ, չեմ ասում, որ ինչ որ չիպեր են լինելու, չգիտեմ ինչ է լինելու, բայց ամեն դեպքում լինելու է ինչ որ բան, ինչ որ նշան, ինչ որ դրոշմ, ինչպես որ Աստված մեզ դրոշմ է դրել իր սուրբ հոգով կնքել է, նույնպես սատանան բոլոր իրան երկրպագողներին ինչ որ մի ձև կնիք է դնելու իրանց վրա, եւ բոլոր նրանք, ովքեր որ այդ կնիքից կհրաժարվեն, սպանվելու են ուղակի։ Եվ ինչ է ասում, եւ ոչ ոք չկարողանա գնել կամ ծախել բացի նրանցից, որ գազանի դրոշմը կամ նրա անունը ունի կամ նրա անունի համարը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող գազանի թիվը հաշվի, որ մարդու թիվ է եւ նրա թիվը 666 է։ Ահա սա խոսում է այդ վերջին ժամանակների գազանի դրոշմը, կնիքը եւ այդ ամեն եղելությունները, որ լինելու են։ Բոլոր նրանք, ովքեր որ մնացած կլինեն երկրի վրա եւ հափշտակությունը չեն մասնակցի, այս մեծ չարչարանքների միջով անցնելու են, փրկությունը լինելու է արյան գնով արդեն, իհարկե ավետարանը շարունակվելու է քարոզվել երկրի վրա։ Այո, լինելու է մեծ արթնություն նույնպես, բայց լինելու է մեծ հալածանք եւ նույնպես մենք միգուցե կկարդանք, Հիսուսն ասում է լինելու են օրեր այդ օրերին, որ երկրի վրա դրանից առաջ ոչ մի այտենց դաժան բան չի եղել։ Եվ եթե պատմությանը նայենք, հա, մի քիչ ծանոթանանք պատմության հետ, կկարողանանք տեսնել ինչ դաժան բաներ են եղել մեր երկրի պատմության մեջ, երկիր մոլորակը նկատի ունեմ։ Բայց տեսեք ինչ ասում է այդ օրերին ընենց դաժանություն ա լինելու, ընենց դժվարություն, որ դրանից առաջ այտենց դաժան եւ դժվար ժամանակներ չեն եղել երկրի վրա։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ այդ կնիքը չեն ունենալու, այդ դրոշը, այդ պեչատը, հա, նրանք ասում են ոչ ծախելու են, ոչ առնելու են, ոչ մի իրավունք չեն ունենալու երկրի վրա։ Եվ կարծես այսպես մեծ ճնշում ա լինելու մարդկանց վրա, երկրպագելու, սատանային ընդունելու նրան։ Եկեք գնանք առաջ, Մատթեոս 24:30-ը։ Ես ասացի, որ մենք այսօր շատ համարներ ենք կարդալու Աստվածաշնչից, Մատթեոս 24:30-ը։ Մատթեոս 24:30, տեսեք։
Եվ այն ժամանակ կերևա մարդու որդու նշանը երկնքում եւ այն ժամանակ կոց կանեն երկրի բոլոր ազգերը եւ կտեսնեն մարդու որդին գալիս երկնքի ամպերի վրա զորությունով եւ շատ փառքով։ Ինչա տեղի ունենալու այդ 7 տարուց հետո, սիրելիներ։ Երբ որ երկնքում լինելու է գառան հարսանիքը, եկեղեցու հետ միասին, երկրի վրա լինելու է չարչարանքները, բայց նույնպես մարդիկ շարունակելու են փրկվել ավետարանի միջոցով, հավատալով Քրիստոսին եւ 7 տարուց հետո արդեն սա խոսում է Քրիստոսի երկրորդ գալուստի մասին, որ Քրիստոսը ֆիզիկապես գալու է երկրի վրա, ֆիզիկապես իջնելու է երկրի վրա եկեղեցու հետ միասին, բոլորը ովքեր որ հափշտակվելու են, այդ եկեղեցու հետ, բոլոր հափշտակվածների հետ, մենք Հիսուսի հետ վերադառնալու ենք երկրի վրա, երկնքի այդ հարսանիքից հետո մենք վերադառնալու ենք երկրի վրա եւ եկեք մի քանի տեղեր կարդանք եւ հետո ես կշարունակեմ մեկնաբանել։ Մենք այստեղ տեսանք Մատթեոս 24:30-ը, որ Քրիստոսը փառքով ասում է կգա եւ մարդու որդու նշանը կերևա եւ կտեսնեն նրան, եկեք Հայտնություն 1:7-ը կարդանք, Հայտնություն 1:7-ը, այստեղ ասում է ահա նա գալիս է ամպերով եւ ամեն աչք կտեսնի նրան եւ նրանք որ խոցեցին նրան եւ նրա վրա կոց կանեն երկրի ամեն ազգերը, այո, ամեն։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, ասում է Տերը, նա որ է, որ էր եւ որ գալու է, ամենակալը։ Հալելույա։ Հալելույա։ Աստծո խոսքը ասում է, որ ահա Քրիստոսի երկրորդ գալուստը, որ ես ասեցի, հափշտակությունը եւ երկրորդ գալուստը տարբեր բաներ են։ Հափշտակությունը ոչ ոք չի տեսնելու, գողի նման է լինելու, բայց Քրիստոսի գալուստը, ասում է, ամեն աչք տեսնելու է։ Երկրի բոլոր բնակիչները, որ այդ ժամանակ կլինեն, տեսնելու են Քրիստոսին, ֆիզիկապես Քրիստոսը գալու է եւ ամեն աչք տեսնելու է նրան, սիրելիներ, եւ եկեք մի ուրիշ տեղ էլ կարդանք Գործք առաքելոց 1:9, որտեղ նույնպես խոսվում է այս մասին եւ երբ որ այս ասեց, նրանց նայելիս վերացավ։ Սա այն տեղն է, որ Հիսուսը հարությունից հետո 40 օր մնաց երկրի վրա ու 40-րդ օրը նորից ֆիզիկապես համբարձվեց։ Եվ մարդիկ տեսան հավաքվածները, որ 500 հոգու չափ էին, նրանք տեսանելի ձևով տեսան, որ Հիսուսը երկրից կտրվեց ու գնաց երկինք ու ամպերը ծածկեցին նրան, բարձացավ մարդկանց աչքերի առաջ։ Եվ այստեղ տեսեք ինչ է ասում։ 9-րդ խոսքից ասում է, բայց կներեք, 9-րդ խոսքը։ Հա։ Եվ երբ որ այս ասեց, նրանք նայելիս այդ 500 հոգին վերացավ եւ մի ամպ վերառավ նրանց աչքերից եւ դեռ որ նրանք աչքերը ուղած մտիկ էին տալիս դեպի երկինք նրա գնալուն, ահա երկու մարդիկ երևցան նրանց սպիտակ հանդերձներով, երկու հրեշտակներ երևացին, որ եւ ասեցին, ով գալիլեացի մարդիկ, ինչ եք կանգնել եւ մտիկ եք անում դեպի երկինք։ Այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա, ինչպես նրան տեսակ երկինք գնալիս։ Այսպես կգա, ինչպես նրան տեսակ երկինք գնալիս։ Այսինքն Հիսուսի գալուստը լինելու է տեսանելի, ոնց որ ասում է տեսակ իրան, որ բարձանում էր երկինք, այտենց էլ տենալու եք, որ Հիսուսը իջնում է։ Եվ ամեն աչք տեսնելու է Քրիստոսին, սիրելիներ։ Սա լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստը եւ եկեղեցու հետ միասին, բոլոր սուրբերի հետ միասին Քրիստոսը մենք գալու ենք երկրի վրա եւ Հիսուսը կապելու է սատանային, այդ 7 տարիներից հետո կապվելու է սատանան 1000 տարով
Եվ Քրիստոսը հաստատելու է հազարամյա թագավորությունը երկրի վրա։ Եկեղեցու հետ միասին, մեր բոլոր հափշտակվողների հետ միասին Հիսուսը վերադառնալու է, մենք վերադառնալու ենք երկնքից եւ սատանան կապվելու է, այսինքն ինքը ոչ մի ձևով չի կարողանալու գործունեություն ունենալ երկրի վրա եւ Քրիստոսը հաստատելու է իր թագավորությունը երկրի վրա։ Բոլոր ազգերը կառավարվելու են Քրիստոսի կողմից եւ այդ ժամանակ եկեղեցին, բոլոր հափշտակվածները Աստված տալու է տարբեր դիրքեր, տարբեր միսիաներ, տարբեր անելիքներ երկրի վրա, իր եկեղեցուն եւ եկեղեցին սկսելու է կառավարել այդ հազարամյա թագավորության մեջ ամբողջ երկրագունդը, ամբողջ մարդկության վրա։ Եվ իհարկե հազարամյա թագավորությունը մի ուրիշ թեմա է, սրա մասին խոսանք, դրանից հետո լինելու է կարճ ժամանակով սատանան արձակվելու է եւ վերջնական գծվելու է գեհենի այդ կրակը, ծծումբի լիճը եւ այդ ժամանակ հարություն են առնելու բոլոր մնացած մեռելները արդեն, ովքեր որ Հիսուսին չէին ընդունել, հա, բոլոր մեռելները, ովքեր որ առանց Քրիստոսի են մահացել եւ տեղի ունենալու վերջին դատաստանը եւ հավիտենական կյանքը, նոր երկինք, նոր երկիր, սա ուրիշ թեմա է, նորից երկար է, այսօր մենք չենք կարողանա տեսնենք այս ամեն բաները, բայց սիրելիներ, այն ինչ որ մենք խոսացինք, Լիաննա ջան, կարաս գաս, որտեղ էիր։ Այն ինչ որ մենք խոսացինք, ես մոտենում եմ ավարտին, սա նրա համար է, որպեսզի դու, որպես եկեղեցի, որպես Քրիստոսի մարմնի անդամ, սիրելիս, իմանաս այն ինչ որ Աստված ունի նախապատրաստած, նախասահմանած, այն ինչ որ տեղի է ունենալու, ինչի համար Քրիստոսը եկավ, ինչի համար խաչվեց, ինչի համար ծնեց եկեղեցին եւ ինչ է ուզում անի եկեղեցու հետ։ Եվ գիտես, մենք կարդացինք ամենասկզբում Հիսուսը խոստացավ. ես գնում եմ, ձեզ համար տեղ պատրաստեմ, որտեղ որ ես եմ, այնտեղ դուք կլինեք, ամեն, եւ այն փառքը, որ ունի Քրիստոսը, Աստված նույնպես ինքը փառավորելու է իր եկեղեցուն եւ դրա համար եկեղեցին Քրիստոսի հետ մեկտեղ թագավորելու է 1000 տարի երկրի վրա եւ դրանից հետո էլ հավիտենության մեջ, սիրելիներ։ Եվ սա այն հրաշալի ճշմարտությունն է, որի համար որ մենք ապրում ենք, որի համար շատ քրիստոնյաներ այսօր նույնպես իրանց կյանքերն են տալիս, իրանց մահվան եւ արյան գնով չեն ուրանում Քրիստոսին եւ պահում են իրանց հավատքը, պահում են իրանց ընթացքը, որպիսի չուրանան Քրիստոսին եւ չզրկվեն այս փառքից, սիրելիներ։ Եվ փառք Տիրոջը մեր համար էլ, որ իրականում չգիտեմ երանելի ենք թե չէ, բայց մենք ապրում ենք առայժմ խաղաղ պայմանների մեջ, որտեղ կարանք ազատ դավանել, ազատ քարոզել, ազատ երկրպագել, ազատ հավաքվել, ազատ ծառայել Աստծուն եւ սա հրաշալի է։ Եվ գիտես, սրա մեջ շատ կարևոր է, որպեսզի գիտակցելով են փառքը, որ քեզ սպասում է, դու քո ավելի նվիրված լինես Տիրոջը, ավելի ինձայված լինես Տիրոջը, սիրելիս։ Մենք խոսալու ենք նույնպես Քրիստոսի ատյանի մասին, մի ուրիշ կիրակի, դա այն դատաստանն է, ոչ թե դատաստան, այլ այն ատյանը, հա, որի առաջ որ կանգնելու են քրիստոնյաները, հավատացյալները չեն դատվելու դժոխք կամ դրախտ գնալու համար, բայց դատվելու են իրանց գործերի համար։ Եվ սա մի ուրիշ թեմա է, մենք խոսանք առանձին մի ուրիշ օր։ Գիտեք, մի ուրիշ բան եմ նույնպես ուզում ասեմ, երբ որ կարդում ենք Ծննդոց գիրքը, Աստված 6 օրում ստեղծեց աշխարհը եւ 7-րդ օրը հանգստացավ։ Քրիստոսը 2 օր մնաց մահացած եւ 3-րդ օրը հարություն առավ։ Այս բաները նույնպես մարգարեական են, սիրելիներ, ժամանակների առումով։ 7-րդ օրը դա հանգստի օրն էր, 6 օր եղավ ամբողջ իրադարձությունը, գիտես, երբ որ ասում Աստված 6 օր աշխատեց, դա միայն ստեղծագործությունը չէր։ Այդ 6 օրվա մեջ նույնպես մտնում է աշխարհի ամբողջ պատմությունը։
Այն ինչ որ մենք հիմա անցնում ենք, դա հələ այդ 6-րդ օրվա մեջ ենք։ Մենք գտնվում ենք արդեն 6-7-րդ հազարամյակի մեջ ենք մտնելու եւ այդ 7-րդ օրվա մեջ ենք մտնելու։ Աստծո խոսքը ասում է, որ 1 օրը 1000 տարվա նման է եւ 1000 տարին 1 օրվա նման։ Եվ մենք, գիտես, անգամ այսպես մաթեմատիկական հաշվարկներով 7-րդ օրվանը շատ մոտ ենք։ Երկիրը այդ ստեղծագործությունը ունի մոտ 6000 տարվա պատմություն եւ 6 օրվա մեջ Աստված ամեն բան ավարտեց։ 7-րդ օրում հանգիստ եղավ։ 7-րդ օրը այն օրն է, որ ամեն բան ավարտվելու է երկրի այս ամբողջ իրադարձությունները եւ սկսվելու է հավիտենական կյանքը։ Հիսուսը 2 օր մնաց մահվան մեջ, 3-րդ օրը հարություն առավ։ Դու գիտեք, որ 2000 տարի է անցել Քրիստոսի խաչից հետո եւ մենք արդեն 3-րդ հազարամյակի մեջ ենք մտնում։ Այսինքն մենք մտնում ենք հարության մեջ Քրիստոսի, 3-րդ օրվա մեջ։ 3-րդ օրը Հիսուսը հարություն առավ եւ 3-րդ օրը փոխաբերական իմաստով եկեղեցին է հափշտակվելու։ Եկեղեցին է հարություն առնելու նույնպես 3-րդ օրը։ 3-րդ հազարամյակի մեջ։ Գիտեք, այս բոլորը նշաններ է, որը ցույց են տալիս, որ հափշտակությունը մոտ է, սիրելիս։ Եվ Տիրոջ երկրորդ գալուստը մոտ է։ Եկեղեցու եւ Քրիստոսի հանդիպումը մոտ է։ Նշանները, մարգարեությունները եւ տարբեր բաները ցույց են տալիս։ Եվ ուզում եմ մի տեղ կարդամ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ խոսքը եւ մենք կկանգնենք աղոթքի 5-րդ գլուխ 23 խոսք Եվ ինքը 23 խոսքից Եվ ինքը խաղաղության Աստվածը ձեզ սուրբ անի բոլորովին եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահվի մինչեւ Տեր Հիսուս Քրիստոսի գալը հավատարիմ է նա որ կանչեց ձեզ որ կանիել Հալելույա Մեր Աստվածը հավատարիմ է քո Աստվածը հավատարիմ է սիրելիս նա որ քեզ կանչեց նա կանիել եւ այո Հովանես նույնպես առաջի Հովանես չեմ հիշում հիմա որտեղ առաջին Հովանեսի թղթումը իրես էսպես ասում նա ով ունի այս հույսը իրանում իր անձը սրբում է ինչպես որ նա սուրբ է այն հավատացյալը ով որ ունի այս հույսը իրանում հա ով որ ունի հափշտակության հույսը երկին գնալու հույսը Քրիստոսին միանալու հույսը միաբանվելու հույսը ասում է նա իրան սրբում է ինչ ասում իրան առանձնացնում է Իրան առանձնացնում է Տիրոջ համար երբ որ դու գիտես ու ապրում ես հափշտակության գիտակցումով եւ սպասումով սիրելիս դու քեզ ավելի ես առանձնացնում եւ նվիրում Տիրոջը դու քո անձը ավելի ես նվիրում նրան ծառայելու նրան հետևելու նրա խոսքի մեջ ապրելու նրա լույսի մեջ նրա սրբության մեջ նրա ճշմարտության մեջ ապրելու սա քեզ ուղակի սպասումը ընդհանրապես փոխում է երբ որ դու ինչ որ մեկի քո տանը սպասում ես դու սկսում ես, գիտես, քո առաջնահերթությունները փոխվում են։ Երբ որ դու ինչ որ մեկի սպասում ես սիրելիս, դու քո տանը թափրտած չես դիվանին պարկում ու հեռուստացույց նայում, հա? Երբ որ մեկին սպասում ես, դու համապատասխան գործողություններ ես սկսում անել։ Երբ որ դու սպասում ես Տիրոջը, երբ որ սպասում ունես հափշտակության, քո կյանքի առաջնահերթությունները փոխվում են։ Դու սկսում ես ուրիշ ձևով ծառայել, դու սկսում ես ուրիշ ձևով փոխհարաբերություն ունենալ Տիրոջ հետ։ Փոխվում է ընդհանրապես որակը քո ամեն ինչի։ Դու սկսում ես ավելի զգույշ լինել քո անձին, քո քայլերին, քո ամեն ինչին, քո նվիրման աստիճանն է փոխվում Տիրոջը, որտեվ սպասում ունես։ Հանդիպելու ես Թագավորին, հանդիպելու ես Տերերի Տիրոջը։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։
Հալելույա։ Եվ սա այն ճշմարտությունն է, որ տեղի է ունենալու, որտեղ Աստծո խոսքը ասում է երկինքը եւ երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը բնավ չեն անցնի։ Ամեն։ Սա այն ճշմարտությունն է եւ Աստծո ծրագիրը սիրելիս, որ տեղի է ունենալու։ Եվ ինչպես որ հայտնության գրքում ասում է, երանելի են այն մարդիկ, որոնք որ լսում են եւ կատարում են այս մարգարեության խոսքերը։ Երանելի ես դու, երանելի եմ ես, որ այսօր մենք լսում ենք այս ճշմարտությունը եւ լցվում ենք այդ հույսով եւ այդ սպասումով։ Ամեն։ Եվ հայտնության վերջի գլխում Տեր Հիսուսն է խոսում եւ ասում է, այս բաներին վկայողը ասում է, այո, ես շուտով գալիս եմ։ Ամեն, եկ Տեր Հիսուս։ Հալելույա։ Կարաս փառք տաս Տիրոջը։ Եվ ես հավատում եմ, որ դու ուրախանում ես սիրելիս Քրիստոսի գալուստը հափշտակությունը, դա մեր ուրախությունն է։ Դա իմ ու քո ուրախությունն է, իմ ու քո ցնծությունն է։ Պողոս առաքյալը անգամ ասում էր, չգիտեմ ինչ անեմ, մնամ, գնամ, գնալը իմ համար է լավ, մնալը ձեր համար, այսինքն ցանկացած հավատացյալի համար հանդիպման այդ հույսը, հանդիպման գիտակցումը, ուրախություն եւ ցնծություն է։ Ամեն։ Հալելույա։ Եկեք միասին աղոթենք։ Սիրելի Հայր, օրհնում ենք քեզ, փառք ենք տալիս քեզ, շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ որ դու պատրաստել ես քո եկեղեցուն Տեր։ Շնորհակալ ենք սիրելի մեր Աստված, այն փառքը, որ դու պատրաստել ես եկեղեցու համար Տեր։ Այն հավիտենությունը, հափշտակությունը, հազարամյակը, Տեր իմ Աստված, շնորհակալ ենք ուղղակի, շնորհակալ ենք Հիսուս, որ դու ծնեցիր եկեղեցին քո զոհով, քո արյունով ստացար եկեղեցին եւ Տեր իմ Աստված խոստում ես տվել եկեղեցուն, որ որտեղ որ դու ես, մենք էլ պետք է այնտեղ լինենք։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու գնացիր, որպեսզի պատրաստես ամեն բան եւ հետ վերադառնաս եկեղեցու հետևից։ Շնորհակալ ենք, որ հափշտակությունը լինելու է, որ մենք հանդիպելու ենք քեզ, որ մենք հագնելու ենք անապականացու փառավոր այն մարմինը, որ դու պատրաստել ես եկեղեցու համար։ Եվ ես աղոթում եմ Տեր, որ ամեն մեկին Տեր ավելի արթուն անես, հաղորդ անես հոգու հետ, որ մենք քայլենք հոգու մեջ Տեր, եւ այս հույսը կրենք մեր սրտերում, եւ այս հույսով մխիթարենք մեկս մյուսին եւ այս հույսով ուրախանանք եւ այս հույսով ծառայենք քեզ եւ այս հույսով նվիրվենք քեզ Տեր իմ Աստված եւ ընծայենք մեր սրտերը ավելի քեզ Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ երկինքը ու երկիրը կանցնի, բայց քո խոսքը չի անցնի եւ Տեր քո հարցը եկեղեցին ասում է արի Տեր Մարանաթա, շնորհակալ ենք, որ դու գալիս ես Տեր եւ քո գալուստը մոտ է, թող քո անունը օրհնյալ լինի Տեր։ Լցրու այս ուրախության հույսով ամեն մեկի սիրտը եւ կյանքը Տեր իմ Աստված եւ արթնացրու Տեր իմ Աստված, ինչպես որ դու ես ասում Հիսուս, այո, երանելի այն ծառան, որ երբ որ դու գաս ու վերադառնաս, նրան գտնես այն գործի վրա, այն կոչման վրա, որի վրա որ դու նրան դրեցիր Տեր։ Տուր մեզ այս հավատարմությունը նույնպես Տեր, որ մենք Տեր սպասման մեջ շարունակենք հավատարիմ մնալ, ծառայել քեզ, երկրպագել քեզ ու պաշտել քեզ Տեր։ Շնորհակալ ենք Հայր, փառքը ու պատիվը քեզ լինի։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Աստված օրհնի քեզ, սիրելիս, Տեր ավելիով զորացնի եւ այս ուրախությունով լցնի։ Մենք մոտակա այս կիրակիներին շարունակելու ենք այս ուսմունքները, այնպես որ կարող եք նույնպես ինտերնետի մեր էջում, YouTube-ի էջում, հետո նայել, լսել, տարածել նույնպես, ամեն։ Աստված առատորեն օրհնի ամեն մեկիդ, օրհնված շաբաթ ձեզ։